Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակցիում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ինձ հետ խոսելիս տոնդ փոխիր։ Բայց սխալ եմ ասում։ Հերիք եղավ արդեն։ Եթե ասում եմ խնդիր չեմ տեսնում, դա նշանակում է խնդիր չեմ տեսնում ու պետք չի հակադարձել ինձ։ Ինչքան փորձեցի ազատ թողնել ձեզ, ինչքան փորձեցի չճնշել, այնքան գնալով ավելի է բարդանում ամեն ինչ։ Դուք էիք ուզում չապրել այն օրենքներով, որ ես եմ ստեղծել այս տանը։ Դուք էիք ազատություն ուզում։ Բայց ինչպես տեսնում եմ, գնալով ամեն ինչ ավելի բարդանում է, ու ամեն ինչ պիտի արվի իմ թելադրանքով, որպեսզի կարողանաք հանգիստ ապրել այս տանը։ Տեղդ նստիր։ Տեղդ նստիր, ասում եմ։ Մենք դեռ նախաճաշը չենք ավարտել։ Ես չեմ ուզում։ Ես քեզ չեմ հարցնում, դու ուզում ես թե չէ։ Հիմա նախաճաշի ժամը, տեղդ նստիր։ Խստությունից ես խոսում, պապի։ Լավ ես անում։ Բայց այդ խստությունից բացի պետք է նաև արդարությունից չէ խոսալ։ Իսկ դու իմ հանդեպ արդար ես եղել։ Այսինքն ուղղակի հարց եմ տալիս։ Դու կարող ես ինձ չպատասխանել, բայց կխնդրեմ, որ գոնե ինքդ քեզ անկեղծ պատասխանես։ Մենք մյուսներին կարող ենք չէ խաբել, բայց ոչ ինքներս մեզ։ Ռեբեկա, վերջ տուր, կլինի հանգիստ նախաճաշենք։ Չէ, սպասիր, Նարինե։ Ասա ասելիքդ, խնդիր կա, հարց ունես, տուր հարցդ, որպեսզի պատասխանն էլ ստանաս։ Խնդրում եմ, կարողա փորձենք ավելի հանգիստ խոսել։ Այս լարվածությունը մեզ հիմա ընդհանրապես պետք չի։ Սպասում եմ, կխոսես։ Ես ոչինչ չունեմ ասելու։ Հաստատ։ Հա։ Ուրեմն հաջորդ անգամ չտեսնեմ, որ այդ տոնով դու ինձ հետ խոսես։ Եթե դու հիմա լռում ես, նշանակում է վստահ չես ասելիքիդ մեջ։ Մենք լռում ենք հենց այդ ժամանակ, երբ վստահ չենք լինում։ Իսկ դու հաստատ կասեիր, դու գոնե այդ տեսակը չես։ Չեմ հասկանում, ինչ է կատարվում քեզ հետ, կասես։ Ամեն դեպքում, եթե որոշես, որ ինձ ասելու բան ունես, ես քեզ կլսեմ։ Իսկ կլինի ես արդեն գնամ։ Միևնույն է ոչինչ չեմ ուտում ու աշխատանքից արդեն ուշանում եմ։ Հա, գնա։ Ամեն դեպքում ես երևի ոչ մի փոփոխություն էլ չեմ անի։ Պապ ջան, լավ ես։ Լավ բան չստացվեց։ Որ իմանայի այսպես կարձականքի, հաստատ ոչ մի բառ էլ չէի ասի։
Պապ ջան, ոչ մի բան չկերար, ես էլ որոշեցի գոնե թեյ բերեմ։ Ինչի՞։ Ես ոչ չէի ամաչում։ Ուզենայի կուտեի էլի։ Պապ ջան, խնդրում եմ, քիչ հետո Արմանը կգա։ Ճանապարհ եք գնալու։ Ասեցիր, որ հանդիպման ես չէ քաղաքից դուրս։ Աստված գիտի թե այդ հանդիպումը ինչքան երկար կձգվի։ Խնդրում եմ մի բան կեր, հա, որ ես հանգիստ լինեմ։ Գիտես, Նարինե, առաջին անգամ եմ նկատում նման հոգատարություն քո կողմից։ Ինչ ա պատահել։ Դե ապրես։ Ուրեմն ես վատ աղջիկ եմ եղել քո համար, որ նման փոքրիկ հոգատարությունից զարմացել ես։ Պապ, բայց երբեք ոչի չես խանողելու համար։ Աղջիկների հետ արդեն հնարավորինս հարաբերություններս կարգավորել եմ։ Մնացել ես դու։ Դու ինձ հետ նման խնդիր երբեք չես ունենա։ Դու իմ աղջիկն ես, ու ես երբեք քեզնից չեմ նեղանա։ Երանի մեկ-մեկ նեղանայիր, պապ ջան։ Հիմա ավելի հեշտ կլիներ ինձ համար։ Այսինքն։ Դե հեն որ գիտակցում ենք, թե մեր բարկության պահին ինչքան ենք նեղացնում մեր ծնողներին։ Ինչքան ենք խոցում իրենց հոգին մեր ամեն մի անիմաստ խոսքով։ Որքան մեծ ցավ ենք ապրում, երբ գիտակցում ենք, թե այդքան արագ ջերմակող մազերի մեջ մենք մեր մեղավորության բաժինն ունենք, պապ։ Անձամբ ես գիտես ինչից եմ ինձ շատ վատ զգում, որ դու շատ պատճառներ ես ունեցել ինձնից նեղանալու, բայց անկախ ամեն ինչից ինձ մենակ չես թողել, միշտ կողքիս ես եղել։ Նույնն էլ դու ես անում քո երեխաների համար։ Հետո նրանք են անելու իրենց երեխաների համար, ու այդպես շարունակ։ Կյանքի օրենքն է։ Պապ ջան, Արմանը շուտով էստեղ կլինի, խնդրում եմ, անպայման խմի թե այդ, որ ես հանգիստ լինեմ, լավ։ Լավ։ Պապ ջան, ես քեզ երբեք չեմ ասել, բայց հիմա ուզում եմ, որ լսես ինձ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Շատ։ Եկար փոչուց։ Իդեպ շատ ուրախ եմ, որ Ռեբեկայի հետ խոսակցությունից հետո դեռ ողջ ես։ Արման ահավոր էր այդ խոսակցությունը ուղղակի։ Իրոք ահավոր էր։ Արման ինքը ինձ չեր լսում, հասկանում ես, ինքը այնքան վատ է տրամադրված, ինձ ոնց որ չեր նկատում։ Պետք է մի բան անեմ, որ իրավիճակը անպայման հարթա։ Չեմ ուզում քրոջս հետ լարված հարաբերությունների մեջ լինեմ։ Դրա համար չուզեցիր, որ գամ հետևից հետ։ Հա, ճիշտ է, ինքը գնացել էր, բայց պետք է զգուշ լինել։ Դե էլ իմաստը որն է, մեկը արդեն գիտի։ Չգիտեմ, Արման, ժամանակ եմ ուղղակի ձգում, որ հասկանամ ինչ կարամ անեմ։ Ալո։ Արման, բարև ձեզ։ Ձեզ հիվանդանոցից են անհանգստացնում։ Բարև ձեզ։ Բժիշկը խնդրեց փոխանցեմ ձեզ, որ հնարավորության դեպքում մի փոքր շուտ մոտենաք։ Մի քանի անալիզ կա, որ վերահանձման կարիք ունի։ Հասկացա, հիմա կգանք։ Ինչ։ Ով էր։ Քեզ ինչ եղավ։ Դե Արման, աղջիկա ձայն էր, ինձ չխաբես։ Ով էր։ Բայց ինչի պետք է խաբեմ։ Հա, աղջիկ էր։ Ու։ Հա։ Արման, քեզ զանգում է մի աղջիկ։ Դու խոսում ես իր հետ, այնպես որ ես չլսեմ։ Հետո ասում ես, որ պիտի գնաս իր մոտ։ Հիմա հարց եմ քեզ տալիս։ Ինձ ինչ եղավ։ Որ ծիծաղս վերջեցնես, հարցից պատասխանի իմանամ։ Էլկա ջան, եթե չես մոռացել, ես քո պապիկի մոտ եմ աշխատում։
ու իր տված հանձնարարություններն եմ կատարում, իսկ այս աղջիկը ընդամենը գործընկեր էր։ Բա ինչի պիտի գնաս իր մոտ։ Որ փաստաթուղթ վերցնեմ։ Չեմ հավատում։ Ինձ էլ թվում էր մեր միջի խանդողը ես եմ։ Ես խանդում եմ ու դրա իրավունքն ունեմ։ Արման, դու մի փոխի թեման։ Խնդրում եմ զանգի այդ աղջկան ու բարձրախոսը միացրու, հա։ Ինչի համար։ Արման, եթե ուղղակի գործընկերա խնդիրը ո՞րն է։ Զանգի, բարձրախոսը միացրու, եթե ուղղակի փաստաթղթերի մասին եք խոսում, ուրեմն խնդիր չկա, չէ, զանգի։ Վերցրու ինքդ էլ զանգի։ Զանգի։ Զանգի ու ինքդ քո հարցերը տուր։ Համ էլ հետոյի համար լավ ծիծաղելու առիթ կունենանք։ Ճիշտ է, պապիկիդ մոտ մի քիչ խայտարակ կլինենք, բայց ոչինչ, ես դեմ չեմ։ Կարող ես զանգել կամ էլ համարը գրանցել մոտդ։ Ու հետո քո ձևերով ճշտել, եթե արդեն իմ հանդեպ ունեցած վստահությունը այդ մակարդակի վրա է։ Դե վերցրու։ Ես ուշանում եմ։ Բա պաչիկը։ Գնա թող գործընկերուհիդ քեզ բաչի։ Հաստատ։ Իհարկե, հավես է, որ դու էլ ինձ ես խանդում, բայց ես քեզ այսքան ժամանակ դրա առիթ չեմ տվել։ Համ էլ դու չգիտես, որ իմ կյանքում քեզանից բացի ոչ մեկ չկա, չի էլ կարա լինի։ Հմ։ Գիտեմ, ուղղակի։ Էլ ինչ ուղղակի։ Դե գնա որ երկար չսպասի այդ փաստաթղթերին գործընկերուհին։ Լավ, ինչ անեմ, ուզում ես առաքումով ուղարկեմ, որ հանգիստ լինես։ Բայց վատ միտք չի։ Լավ, ես գնամ, որտեվ իրոք արդեն ուշանում եմ։ Չեմ հասկանում, ոնց կարելի է այդպես մեծ սխալ գործել, հա։ Ձեր անուշադրության պատճառով դու հասկանում ես, որ ես կարող եմ իմ այս ամբողջ կյանքի արած դրածս կորցնեմ։ Վերջը չեմ ուզում ոչ մի բան լսեմ։ Հայկո, ինչ կա։ Ասա ախպերս։ Իմացել ես այդ խանութի հետ կապված, որ ինչ-որ հրաման ա եկել, որ փակվի։ Հա, կա տենց բան, բայց աշխատողներիցդ ասացին, որ դու տեղյակ ես։ Որտեղից եմ տեղյակ։ Իբր մտածել են երևի ինքնուրույն կարան իրանք այդ հարցերը լուծեն, ինձ ոչ մի բան չեն ասել։ Ես ինչ կարամ անեմ, ասա անեմ։ Չեմ իմանում, ախպեր։ Բարի լույս։ Բարի լույս։ Այսօր էլ եմ ամերիկանո բերել ու առանց կաթի։ Բայց մի բաժակ էլ ինձ եմ բերել, որ իրար հետ խմենք, ես էլ գնամ գործի։ Մտահոգ ես։ Տենց ակնհայտ երևում, հա։ Դե ես գիտեմ, որ դու խնդիրներ ունես, ուղղակի համ էլ գիտեմ, որ դրանք ընտանեկան են, ինձ թույլ չեմ տալիս հարցնեմ, թե ինչա պատահել։ Իմ ընդմիջմանը դեռ շատ կա, բայց կարող է աղջիկներից մեկին խնդրեմ ինձ փոխարինի գնանք քայլենք։ Ասացի ու հետո հիշեցի, որ դու ես աշխատանքի։ Ռեբեկա ջան, ես հենց նոր դուրս եկա աշխատանքից։ Դու աղջիկներին ասա ու գնանք։ Նարինե ուշադիր կլինես։ Եթե հարկ լինի, նաև խիստ եղիր աղջիկների հետ։ Այդ խստությունը միայն ու միայն նրանց բարօրության համար է։ Եվ հետո մնա կապի մեջ, զանգիր, եթե հարկ լինի։
Ոչինչ, որ ես հանդիպման եմ։ Եթե չպատասխանեմ, կզանգես Արմանին։ Լավ, պապ ջան, բայց դու մի անհանգստացի։ Ես չեմ կարծում, որ որևէ խնդիր կառաջանա։ Ամեն դեպքում կխոսեմ Ռեբեկայի հետ։ Վստահ եմ, որ ամեն բան շատ շուտ կկարգավորվի։ Պապ, բայց մի խնդրանք էլ ես ունեմ։ Ասա լսում եմ։ Եթե ազատ ժամանակ կունենաս, եթե հարմար կլինի զանգի, էլի խնդրում եմ։ Ես գիտեմ, որ կոնֆերանսներ ու հանդիպումներ ես ունենալու, բայց ժամերը չգիտեմ, դրա համար էլ չեմ զանգի, որ չխանգարեմ։ Բայց ես անպայման քո զանգին եմ սպասելու, պապ ջան։ Լավ, բայց չեմ խոստանում, որովհետև ծանրաբեռնված օր է լինելու։ Եվ հետո ես ու հավերժ չեմ գնում։ Վաղը վերադառնալու եմ։ Այնպես որ պետք չի այդքան անհանգստանալ։ Չեմ կարող խորս համար անհանգստանալ, պապ։ Չէ, իհարկե կարող ես, բայց դրա կարիքը չկա։ Կներեք, որ միջամտում ունեմ, բայց մենք իրոք արդեն ուշանում ենք։ Էլ ոչ մի բան չեմ ասում։ Ձեզ բարի ճանապարհ։ Ապրես մոլես։ Գնաս։ Արման։ Չնկատեցիր, Նարինեն մի տեսակ այսօր չափից դուրս ուշադիր էր։ Հա, ինչի։ Դե չգիտեմ, սովորաբար այդքան հոգատար չի լինում, այդքան էմոցիոնալ չի լինում, իսկ այսօր կամ էլ գուցե ոչ մի տարօրինակ բան էլ չկա, գուցե ես այդպես նկատեցի, չգիտեմ։ Հա, ասեմ ավելին, ոչ միայն տարօրինակ չի, այլ նաև շատ նորմալ է։ Դե նորմալ է, որ աղջիկը հոր համար անհանգստանում է։ Հետո հնուց եկած խոսք կա, չէ, որ ծնողին գնահատում են, երբ որ ծնող են դառնում։ Դե ճիշտ է, Նարինեն վաղուց արդեն ծնող է, բայց վերջին շրջանում նոր վերցնում է իր վրա այդ պատասխանատվությունը։ Ճիշտ ես։ Կա նման բան։ Լավ, արի գնանք, թե չի իսկապես կուշանանք։ Ալո։ Ոնց է, Սար։ Լավ եմ, դու ոնց ես։ Պետք է հանդիպենք, կարևոր բան ունեմ խոսալու հետդ։ Ինչ ա եղել։ Դու երբ ես գործդ վերջացնում։ Եթե այդքան կարևոր է, արի հիմա հանդիպենք, հետո ես հետ կգամ դպարան։ Ուրեմն գալիս եմ հիմա։ Ես զարմանում եմ, գիտես ոնց ես այս դառը կոֆեն խմում։ Իմ համար միջև քաղցր չլինի ու կաթով ես չեմ կարա։ Դա կանխատեսելի էր։ Հա? Որովհետև ես ու դու բոլոր առումներով հակապատկեր ենք։ Էդ շատ լավ է։ Ինչի։ Դե նայ հակառակ բևերները ըստ մագնիսական ուժի իրար ավելի շատ են ձգում, չէ՞։ Դրա համար էլ դու ինձ ես ձգում, ես էլ քեզ։ Սկսվեց, հա։ Սենց հեշտ։ Հա, հավես չունեմ կռիվ անելու։ Որ ասեցիր ուզում ես քայլենք, ինձ թվաց ինչ-որ խոսալու կարիք ունես։ Իրականում հա, ունեի խոսելու կարիք, ուղղակի հիմա մի քիչ պատրաստ չեմ դեռ։ Բայց տեսար, որ ճիշտ էի։ Տեսա, ու դա շատ վտանգավոր է, փաստորեն դու արդեն սկսում ես իմ մտքերը կարդալ։
բայց նորմալ չի, որ ես զգում եմ այն, ինչ դու ես զգում։ Չէ, ընդհանրապես նորմալ չի։ Իսկ ինձ թվում է նորմալ է։ Նորմալ է, որ ես զգում եմ քո ուրախությունը, նորմալ է, որ զգում եմ քո տխրությունը ու անգամ ես շփոթված լինելդ։ Ու էլի մի բան կա, ուղղակի հələ չեմ ասի։ Ու գիտես այդ ինչի նշան է։ Ինձ տենց բաները չեն հետաքրքրում։ Հետաքրքրի թե չհետաքրքրի, այդ ոչ մի բան չի փոխելու։ Ինչ ես խոսում։ Ասում եմ, ինչի ես քո հանդեպ այդքան դաժան։ Ես քեզ մի անգամ էլ եմ ես ասել, բայց հիմա էլի եմ ասում։ Ինչի ես անում այն, ինչ որ չես ուզում։ Ու բաց ես թողնում այն, ինչ որ ուզում ես անել։ Ինչ որ զգում ես, տենց չես անում, տենց չես շարժվում, Ռեբեկա։ Չես փորձում քո էմոցիաներին ազատություն տալ, ինչի։ Դու դրանով վատը չես լինելու, դավաճան չես դառնալու ու մեղք չես գործելու։ Ինձ այս խոսակցությունը ընդհանրապես դուր չի գալիս։ Ոչ թե դուր չի գալիս, այլ ուղղակի դու փախնում ես, որովհետև գիտես, որ ճիշտ եմ ասում։ Լավ եմ, բայց քո ձայնը ինձ դուր չեկավ։ Ուղղակի մի քիչ խնդիրներ կան։ Գորես վերջերս անընդհատ ինչ-որ խնդիրներ կան, բայց ամեն դեպքում դու ասում ես, որ ոչ մի բան չի եղել։ Չէ, եղել է։ Այս անգամ գործի հետ է կապված ու շատ լուրջ է։ Այս անգամ։ Բայց այն ժամանակ էլ էիր ասում, որ գործի հետ է կապված։ Լավ, այդ դեպքում նախորդ անգամները ինչի հետ էին կապված գոր։ Ավելի ճիշտ ում հետ էին կապված։ Սար, լսի։ Գոր, քո կարծիքով ես չեմ հասկանում ինչա կատարվում։ Ինչի հետ է կապված քո այս խառնված լինելը։ Ինչի համար ես այս քանի օրը անտրամադիր ու այսպես մտահոգ։ Ես շատ լավ հասկանում եմ, ուղղակի սպասում եմ, մինչև դուք որոշես ինձ հետ ազնիվ լինել։ Սար, պետք չի հիմա միանգամից սենց խառնես ամեն ինչ իրար։ Ես քեզ ասել եմ, որ լուրջ բան ունենք խոսալու։ Բայց մինչև եզրակացություններ անելը, խնդրում եմ, մեկ լսի ինչ եմ ասում ես։ Լավ։ Ոչ մի բան չեմ ասում, ուշադիր լսում եմ քեզ։ Սկսենք այն թեմայից, որը քեզ ամենաշատն է անհանգստացնում։ Դու ճիշտ ես, այս քանի օրը ես լավ դրամատրության մեջ չէի, լավ չէի զգում ինձ։ Ու այդ ամեն ինչը կապված է Եվայի հետ։ Գիտեմ, որ կարող է հասկանում էիր, կասկածները ճիշտ են։ Ես ուղղակի չէի ուզում քո հետ այդ թեմայի շուրջ խոսալ, որովհետև չէի ուզում քեզ ցավացնեի։ Բայց համ էլ հասկանում եմ, որ ինչքան էլ թեման տհաճ լինի, պետք է պատմեմ, որ իմանաս։ Եվան Հայաստանում է։ Ինչ։ Ինձ համար էլ էր շոկ, բայց դե հա, այստեղ է։ Գիտես, ես ուզում եմ մենք այս ներկայացմանը վերջ տանք։ Ինչ ներկայացում։ Ես որ չեմ խաղում։ Ես խաղացել եմ։ Հա, խաղացել եմ։ Կհիշես այն օրը այգում են աղջիկներին, որ տեսանք ու ասեցի, որ իրանցից մեկը այն աղջիկն է, ում ես հավանում եմ։ Հա, իհարկե հիշում եմ։ Ես այդ աղջկան առաջի օրն էի տեսել։ Ինչ։ Հա, ու տենց աղջիկ չկա, այդ հորինված պատմություն ա եղել։
Ինչ ես խոսում, գժվեցիր։ Չէ, ուղղակի դու ինձ ուրիշ տարբերակ չես թողել։ Ոչ զանգերիս էիր պատասխանում, ոչ ուզում էիր հետս խոսայիր, նեղացած էիր ինձնից, Ռեբեկա։ Ու ես այդ ամեն ինչը արել եմ, որ քո հետ գոնե կարողանամ խոսամ ինչ-որ մի կերպ։ Բայց քո համար ինչ տարբերություն, ես կլինեմ քո կյանքում, թե չէ։ Ուզում ես ասես դու այսքան ժամանակ չես հասկացել։ Ինչը պիտի հասկանայի։ Էն ինչ կա։ Էն ինչ անգամ ուրիշ մարդիկ են զգում։ Կողքից մարդիկ նայում ու հասկանում են, Ռեբեկա։ Ու դու հիմա ուզում ես ասես, որ ոչ մի բան չես զգում։ Զգում եմ։ Վիրավորանք ու հիասթափություն։ Դու շատ լավ գիտեիր, թե ես ոնց եմ վերաբերվում անձնական հարաբերություններին։ Բայց դու այդ ամեն ինչը հաշվի առնելով ինձ դրել ես խամաճիկի տեղ ու մատերիդ վրա խաղացել։ Ինչ ես խոսում։ Դու իմ այդքան ասացից ես եզրակացությանն եկար։ Դες դու էլ ոչ մեկից ոչ մի բանով չես տարբերվում։ Դու էլ ես ստում։ Ես չեմ հասկանում, դժվար է այդքան անկեղծ լինելը։ Պարտադիր է խաբելը մարդուն։ Իսկ հիմա որ ճիշտն եմ ասում, ի՞նչն է փոխվում դեպի լավ։ Կասես։ Փաստը մնում է այն, որ դու ինձ օգտագործել ես։ Խաղացել ես, ծիծաղացել ես իմ վրա։ Իսկ ես մտածում եմ, իբր ընկեր ունեմ ու օգնում եմ իրան։ Ռեբեկա, հերիքա փոխես ամեն ինչ ու ասես նենց ոնց դու ես ուզում։ Ես երբեք ոչ ծիծաղել եմ քո վրա, ոչ էլ խաղացել եմ քո հետ։ Հա խաբել եմ ու հիմա էլի կխաբեի, որ մնայիր կողքս։ Ու չասես, որ այդ աղջկա գոյությունն էլ քո համար մեկ էր։ Հիմա դու ինչ ուզում ես կարաս ասես։ Ինչ ուզում ես կարաս խոսաս, բայց իմ համար կարևոր է այն, թե ես ինչ եմ տեսնում քո հայացքում։ Կլինի ուղակի սուս մնաս, ընդհանրապես ոչ մի բան մի ասա։ Չէ, չի լինի։ Էլ արդեն չեմ կարողանում։ Ինչքան համբեր եմ։ Իմ համար բարդ է, հասկանում ես։ Ես զգում եմ, որ դու էլ ես ուզում ինչ-որ բան խոստով անել, բայց վախենում ես։ Վախենում ես, որովհետև կարող է քեզ մարդիկ հանկարծ սխալ հասկանան։ Բայց ինչի ես վախենում, Ռեբեկա։ Ուղակի սուս մնա։ Կլինի ուղակի գնաս ու էլ ընդհանրապես հետ չգաս։ Գիտես, ես հիմա քեզ կհարցնեմ։ Ինչի ես դու պարանը գցել վիզդ ու քեզ խեղդում։ Ասենք թե ես ամեն ինչ արեցի նենց ոնց դու ես ուզում, այդ ճիշտ է լինելու։ Չէ։ Ռեբեկա, հասկանում ես, որ ես կարայի հիմա նորից ինչ-որ մի հատ պատմություն հորինեի, պատմեի ու անցնեինք առաջ, չէ, բայց էլ չեմ կարողանում, էլ չեմ դիմանում։ Արամ, վերջին անգամ եմ ես քեզ ասում։ Վերջին անգամ եմ խնդրում։ Կլինի ինձ ուղակի հանգիստ թողնես։ Ուզում ես չէ, որ իմ համար ամեն ինչ լավ լինի։ Ուրեմն հանգիստ թող ինձ։ Կլինի։ Չէ, անհնար է։ Ուրեմն սարքի, որ հնարավոր լինի։ Ես անկեղծ չեմ ուզում էլ քեզ տեսնեմ, արամ հանգիստ թող ինձ, կլինի հասկանաս, որ չեմ ուզում, վերջ։ Արման ջան, խնդրում եմ, հենց հարմար կլինի մի անգամից ինձ զանգի, ես շատ անհանգիստ եմ։ Լսում ես, Արման։ Սար գիտեմ, որ հասկացել էիր, բայց ես չգիտեի ինչ ասեի կամ ինչ անեի։ Ես էլ այսպես քո նման շոկի մեջ էի։ Իսկ հիմա Ինքը եկել է Հայաստան, որովհետև իր համար չպարզաբանված թեմաներ կային։ Ես չգիտեմ հիմա ոնց ասեմ քեզ, որ դու ճիշտ հասկանաս, հանկարծ սխալ չհասկանաս, ու հանկարծ մտքովդ չանցնի, որ իր գալը ինչ-որ նշանակություն ունի։ Գոր դուք ախր պատմություն եք ունեցել, դուք սիրել եք իրար ու հիմա
Ու այդ հիմա ոչ մի բան չի նշանակում։ Այդ ամեն ինչը անցյալ է, այդ սերն էլ, այդ պատմությունն էլ, բայց դու էլ ես չէ լավ հասկանում, որ պատմություններ կա, հենց այնպես չեն անցնում ու գնում։ Հասկանում եմ։ Հասկանում ես ու քիթդ կախում ես։ Գորի, ես քեզ անվերապահորեն վստահում եմ ու դա չի քննարկվում։ Բայց կներես ես չեմ կարող հանգիստ ժպտալ այն դեպքում, երբ գիտեմ, որ քո սիրելին է այստեղ։ Սար, արի այդ անցյալը թողենք մի կողմ։ Մեր համար կարևորը ներկան է։ Այն ներկան, որ ես ու դու ենք։ Ու այն ամենակարևորը, որ դու ինձ վստահում ես, ես էլ քեզ պաշտում եմ։ Այս ուրիշ բան։ Բայց մի բան էլ պետք է քեզ ասեմ։ Մի քանի օրով գնում եմ Ամերիկա։ Ինչ։ Գոր ո՞նց ես գնում, ինչի համար։ Մի քանի օրից մենք ամուսնանում ենք, դու ո՞նց ես գնում։ Ուրիշ ելք չկա, գործերիս հետ է կապված, խանութս փակում են, հրաման ա եկել, որ փակեն։ Տղեկին ասել եմ, որ զբաղվեն այդ հարցերով, բայց իմ ներկայությունն է պետք այնտեղ փաստաթղթեր կան, որ ես պետք է ստորագրեմ։ Դրա համար գնում եմ, մի 4-5 օր կտևի, ճանապարհն էլ հետը միասին հաշված։ Հասկանում եմ։ 4-5 օր է, բայց մտածում եմ, որ կարոտից կմեռնեմ։ Այ հիմա էլ դեռ չեմ գնացել, բայց ուշքու միտքս դու ես։ Գոր երկար չես մնում, չէ։ Չէ, ոչ եմ ուշանալու մեր հարսանիքից։ Մամ ջան, Հա ջան, ո՞նց ես։ լավ եմ բարս։ Ինչ կա ուտելու տանոն են սոված եմ մամ։ Ճիշտն ասած ոչ մի բան չեմ կարողացել պատրաստել, բայց Արնանում ուտելիք կա։ Ինձ է թվում, թե լարված ես մամա։ Բալես ամեն ինչ կարգին է, դու հացդ կեր, ես հիմա կգամ, լավ։ Ալո, Արման։ Տիկին Նարինը, կներեք, չկարողացա պատասխանել, Սարոյանի հետ էի։ Ոչինչ Արման ջան, դու ինձ ասա տեսնեմ ոնց է պապան, ինչ է անում, ինչ վիճակում է։ Նորմալ է հիմա, սիստեմաներ է ստանում։ Սկզբում լավ է լինում, հետո է վազգում իրան, դրա համար էլ հիվանդանոցում են պահում։ Իսկ անալիզների պատասխանները եկել են, ոնց է ընդհանուր վիճակը։ Առաջընթաց չկա, բայց այս պայն հույսա տալիս մենակ են, որ հետ ընթացնել շատ չնչին տոկոս է։ Այսինքն այդ տեղերը ոչ մի օգուտ չեն տալիս։ Դե դեղերն ուղղակի հիվանդության զարգացումն են կանխում։ Կներեք լավ, ես հիմա պետք է ներս գնամ։ Գնանք արդեն։ Գնանք։ Տոմսերն առել ես։ Եվանա։ Ասա։ Տանն ես։ Չէ, Ուզում եմ մի պահ մտնեմ։ ինչի համար։
քարտերս եմ կորցրել, ավելի ճիշտ քարտերի ստուփը, նոր նայեցի չկա։ Ինձ թվում է ձեր տանն եմ թողել, երևի գրպանից զանգել։ Եթե մտածում ես, որ իմ տանն է, ուրեմն արի վերցրու։ Ես հիմա տանը չեմ, մի ժամից կլինեմ։ Լավ, ուրեմն կգամ։ Սար։ Փաստորեն արդեն ձեր տանն եք, հա, հանդիպում։ Հիմա եմ հասկանում, ինչի երեք պայմանավորված ժամին չեկար, կարևոր հյուրեր ունեիր։ Սարա ոչ մի կազմակերպված հանդիպում չի եղել։ Ինձ համար էլ էր անակնկալ, որ վերերկացը եկել էր մեր տուն։ Չգիտեմ որտեղից է հասցես իմացել։ Հենց նոր այդ ամեն ինչը քեզ պատմում էի, ուղղակի չասեցի քեզ, որ տուն ա եկել, որտեղ դրան կարևորություն չտվեցի։ Պարզը։ Կներես գոր, ուղղակի ինձ էլ հասկացի։ Ես չգիտեմ ինքը ով է, չգիտեմ իրենից ինչ սպասեմ։ Ու դուք իրար սիրել եք, չէ՞։ Էն էլ շատ։ Ու դա չի կարող հենց այնպես անցնել։ Սառա, արի հենց հիմա գնանք տուն։ Ինչքան էլ ես ամեն ինչը քեզ ասում եմ, ես հասկանում եմ քեզ, որ դու կասկածներ ունես։ Արի գնանք ու դու կտեսնես մեր շփման ձևը։ Կտեսնես ոնց ենք իրար հետ շփվում ու այդ մտավախություններդ կանցնեն մեջից։